ես եմ որպեսզի իսկ զբաղը օրինականության դաշտում գործել երեք այրել կոնկրետ հնստատական պարակցիկայից գործել վճռաբեկ դատանի և ընդհանուր ունիվերսիական ողքողություն վճռաբեկ դատանի ընդդատության հետ կապված վեճեր առաջացել, դատաքննությունը սկսել և այլնի, ինչն է խնդիրը, ես իրավիճակը ներկայացնեմ ու դուք ձեր որոշում եք առումով կայացեք, ասեմ նաև ինչ շատ տեղի ունեցել այդ գործով, խոսքը վերաբերում է փողերի գնացման հայտնի, որը որ կատարվել է ոչ պաշտոնական դիրքի օգտագործում, այսինքն ոչ հակապատվություն դատարանի քննության ենթակայում։ Սկզբից ընդհանուր իրավասությունում էր հետո հակապատվություն, հետո վեճը հակապատվություն դատարանը չէր կայացրեց, որով որ առարկայական ընդդատությունը իրենը չէր, վերաքննիչ բողոք են ներկայացվել այդ գործով, վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վերաքննիչ քրեական դատարան են ներկայացվել, վերաքննիչ քրեական դատարանը ստորում գործի անվանել ասել։ Գործի քննության ընթացքում որոշում կայացրեց, որ քանի որ հակապատվություն դատարանը այս գործով թե առարկայական ընդդատության իրենը չի եկած կայացել հակապատվությունը վերաքննիչ դատարան բողոքի դատական ակտը ուղարկել է վերաքննիչ հակապատվություն դատարանը, վերաքննիչ հակապատվություն դատարանը վարույթ չի գործը ու ուղարկել է հետ որոշումը վերջինս ասել, տեղեկացրեցին գործը ուղարկել է հետ հակապատվություն վերաքննիչ դատարան։ Քանի որ առարկայական ընդդատությամբ այդ գործը հակապատվություն վերաքննիչ դատարանը չի։ Այսինքն առարկայական փողերի լվացումը, որը պաշտոնական դիրք ընդհանրապես ոչ մի պաշտոնականից չի եղել, քննել է հակապատվություն դատարանը, վերաքննիչ դատարանը սովորական իրավասության վերաքննիչ դատարանը գործի քննության ընթացքում դրա օրենքով սահմանափակված է ընդդատության մեջ չեն կարող վճռաբեկի առջև բարձրացնել, վարույթը փոխանցել է դեպի հակապատվություն վերաքննիչ, հակապատվություն վերաքննիչը փոխանցած վարույթը հետ չի ընդունել, հետ է ուղարկել։ Ու հիմա ստեղծել է մի հատ իրավիճակ, որ մենք չգիտենք որ դատարանն է, այդ գործը վերաքննիչ դատարանը քննի, բայց ոչ մի դատարան չի քննարկում այդ գործը։ Հիմա պարոն Պողոսյան, աշխարհը որ մեր վարույթի հետ առնչություն չունի։ Ունի, պատվաճառ դատարան։ Այդ օրգանիզացիան ևս կա, որ կոնկրետ վարույթով չէ, բայց նախաքննության մաս անջատված որևէ գործով։ Հիմա բացական համաշխարհը որ մեր դատարանը պետք է քննի, իր վարույթը քննվում է։ Այդ հարցը լուծելիս, եթե պարոն Գևորգյանի գործը այդ պահին դատարաններում չլիներ, հակական Նիկին Դանիվերյանը շարունակել պաշտոնավարել։ Այդ գործը ձեզ չէր գալու, ամբողջ խնդիրը դրանում է։ Դա չէր գալու, որովհետև այն դատարանները, որոնց վարույթում մինչ նոր քրեական դատավարության ուժի մեջ մտնել քննվել են գործեր, այդ կոռուպցիոն գործեր, իրենք շարունակել են քննել։ Հիմա էլ ընդհանրավասությունում կան կոռուպցիոն գործեր, որոնք քննվում են։ Հետագայում դրանք արդեն վերաքննիչ այցան բողոքարկելիս պետք է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան բողոք ներկայացվի։ Եթե շարունակել պաշտոնավարի վարույթում են քննվել գործը։ Տեսեք, իմ ասած են, որ առարկայական պարոն Գևորգյանի օրինակ ենթադրաբար վարության ժամկետում գործի մաս այլևս չլիներ, ապրել գործի մաս է դրա ձևում պարոն Գևորգյանի մասով։ Այս գործը եկել է կպել է ոչ թե այլ որ նախինում միասին է եղել այս գործը, ոչ թե առարկայական ընդդատության որ հակակոռուպցիոն դատարանն է եկել այս գործը քննության, ոչ թե այլ հանգամանքներով։ Այլ որ ընդհանուր գործի բաղկացիչ մասն է, ինչպես եւ այսինքն առարկայական ընդդատությունը ձերը չի, իմ ասած ձերը կա։ Ու մենք հակակոռուպցիոն դատարանի առարկայական ընդդատության չլինելու հետ կապված ես դիցուկ օրինակ բերեցի, որ մենք պրոբլեմ ենք ունեցել, այսինքն ընդհանուր իրավական հարցը մեզ պահին լուծված չի։ Ոչ մի վերաքննիչ դատարան չի քննարկում այս հարցը։ Ընդհանուր իրավասությունը ասում է, եթե քննել է հակակոռուպցիոնը պետք է վերաքննիչ հակակոռուպցիոնը քննարկի, վերաքննիչ հակակոռուպցիոնը ասում է օրենքում վերածա, ես միայն իրավասու եմ քննել հավելվածի մեջի հանցանքներով։ Ես չեմ կարասավարում։ Մենք չի որ մենք ուզում ենք ձեզանից ավելի լավ դատավոր ենք գտնելու դրամա ենք ասում հակակոռուպցիոն դատարանը, պատվաճառ դատարան, չէ, մենք օրինականության կողմնակից, էլի ուզում ենք պրոցեսը ամեն դեպքում ինչ-որ օրինականության նշույլ ստանալ։